Ողջույն, դուք դիտում եք Հարթակ հաղորդաշարը, որին այսօր հյուրընկալել ենք իրավաբան Արա Ղազարյանին և իրավապաշտպան Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանին շնորհակալ եմ։ Այսօր քննարկելու ենք Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործության իրավական հիմքերը, հայ հասարակությունը 3 օր առաջ ցնցվեց այս սպանդից, սակայն ոչ պակաս դայրույթ առաջացրեց նաև ոճրագործության մեջ կասկածվող մեղադրյալի նկատմամբ գործի քննության հարցերը, որոնք հիմնականում այսօր Ռուսաստանի իրավազորության ներքո են եւ բավական մեծ հարց է եւ դատախազության ասելով անգամ հարցը չի քննարկվում կասկածյալին, մեղադրյալին Հայաստանին հանձնելու։ Պարոն Ղազարյան, գլխավոր դատախազության հայտարարությունը, ըստ որի հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է եւ գտնվում է ՌԴ իրավապահների եսկողության ներքո, հետեւաբար Հայաստանի Հանրապետության իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 61-րդ հոդվածը, ըստ որի ուղղակի չեն հանձնում իրենց քաղաքացիներին։ Բայց մյուս կողմից առկա է 97 թվականի Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի միջև կնքված համաձայնագիրը, ըստ որի 4-րդ հոդվածի, որը նախատեսում է եւ հստակեցնում է, որ այն հանցագործությունները, որոնք տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում այդ դեպքում եւ իրականացվել են ռազմաբազայի ներկայացուցիչների կամ նրանց ընտանիքի անդամների կողմից, պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության դատաիրավական կամ օրենսդրության համաձայն։ Այստեղ կա իրավական ինչ-որ նոնսենս, կազուս, եթե կա միջազգային պայմանագիր, արդյոք այդ միջազգային պայմանագիրը ավելի այդպես ստորադասվում է որևէ այլ պետության օրենսդրության նկատմամբ։ Չի ասի, որ նոնսենս կա, որովհետև մենք ուղղակի ունենք թերի պայմանագիր։ Այդ պայմանագիրը, որը աշխատում է Մինսկի կոնվենցիայի հետ միասին իրավական փոփոխության մասին, շատ հարցեր բաց է թողնել, իսկ այդ պայմանագրի բանակցությունները վստահ եմ ընթացել է քաղաքական ֆոնում։ Պայմանագիրը այնպես ինչպես որ ձևակերպված է, այդպես էլ ձևավորվում է միջազգային իրավունքը։ 4-րդ հոդվածը ճիշտ եք ասում նշում է դա, այնտեղ երկու պայման կա միջազգային իրավունքից է վերցրած, մեկը որ տարածքային իրավազորությունն է, մյուսը եթե ուղղված չէ այդ պետության դեմ, սա ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության դեմ, բայց 4-րդ հոդվածը վրա չհասավ։ Ռուս սահմանապահները այնպես արեցին, որպեսզի 4-րդ հոդվածը չաշխատի, որովհետև առաջինը իրենք արգելանքի տակ վերցրեցին, հայտնվեց Ռուսաստանի իրավազորության շրջանակներում։ Այստեղ առաջանում է մյուս հարցը, արդյոք կամ ընդհանրապես կար իրավական հիմք Ռուսաստանի զորքերի Գյումրիում իրականացնելու հետախուզում, այսինքն որ իրենք այդ ընթացքում եւ որ հենց այստեղից նաեւ առաջանում է թե ինչու հայտնվեց եւ ինչու բռնվեց հենց իրենց կողմից։ Դեռ իհարկե կան կասկածներ, որ բռնվել է իրենց կողմից։ Տեսեք, Գյումրիում այո, ըստ լրատվամիջոցների այնտեղ նույնիսկ բլոկպոստեր են տեղադրվել, զորքի տեղաշարժ է տեղի ունեցել, զինված անձինք, քաղաքացիական անձանց մեքենաներից դուրս են գալի, Գյումրում սկսում են հարցփորձ անել, սա կոչվում է այլ կերպ օպերատիվ հետախուզական գործունեություն, իրավական հիմք չկար։ Բայց ամբողջ հարցը այն է, որ այդ անօրինական գործողությունները իրավական հետևանք չեն առաջացել, որովհետև նրան ձերբակալել են ոչ թե Գյումրիի փողոցներում, այլ սահմանը հատելիս, որտեղ արդեն Ռուսաստանի ներկայությունը ըստ միջազգային երկպետական պայմանավորության կար։ Իմ համար խնդրահարույց է սահմանից մինչև Զորամաս այս հատվածը։ Ես ուսումնասիրում միջազգային իրավունքը, տարբեր տեղերում ես տեսնում, որ նման վիճահարույց պայմաններ նույնպես կարգավորվում են պայմանագրով։ Ես չեմ ուզում շատ խոնել, միայն բերեմ Ֆրանսիա-Անգլիայի օրինակը Լամանշի հետ կապված, որտեղ հաշվի առնելով որ գնացք է ընթանում եւ ձերբակալման գործողությունը կարող է րոպեներ տևել կամ եւ այդ ընթացքում գնացքը հատի սահմանը, որոշակի զոնաներ ապահովված է, որ ասենք Ֆրանսիայի իրապահ մարմինները ոստիկանը կարող է ձերբակալում իրականացնել նույնիսկ Անգլիայի տարածքում, բայց դա համարվի դեռ Ֆրանսիայի իրավազորության ամբողջ հարցն է, որ դա հստակ կարգավորվել է իրենց միջպետական պայմանագրով եւ պայմանավորվել է հետեւյալ ձևաչափով, ով առաջինը ձերբակալեց, ուրեմն նա ունի իրավազորություն։ Այս պայմանագրում ես չտեսա նման կարգավորում։ Օրինակ, փաստաբան Երվանդ Վարոսյանը հարց է բարձրացնում սահմանից մինչև Զորամաս այս տարածքում դեպքերի զարգացումը եւ արդյոք իրավազորությունը գործում է թե ոչ։
բաց հարց է, իսկ միջազգային իրավունքում եթե կա բաց հարց, չկա արգելող նորմ, ուրեմն դա թույլատրվում է, դա էլ մեկ այլ հայտնի դատական գործ է։ Այնպես որ ձեր ասած հարցին ասեմ, որ այո, անօրինական է եղել այդ օպերատիվ հետախուզական գործունեությունը, բայց իրավական հետևանք չի առաջացրել, որովհետև ձերբակալում արգելանքի տակ վերցվել իրականացվել է սահմանի վրա, որտեղ արդեն օրինական եղանակով ներկա էին Ռուսաստանի Դաշնությունը ներկա էր։ Շնորհակալություն։ Այնուամենայնիվ, պարոն Իշխանյան, սա քաղաքական որոշում էր, թե իրավական։ Ես համոզված եմ, որ սա քաղաքական որոշում էր, որովհետև իհարկե պարոն Ղազարյանը շատ լավ հիմնավորեց եւ պայմանագրերը եւ օրենքները, բայց ամեն դեպքում շատ ես կարծում քաղաքական որոշումը եղել է հենց հետախուզման պահից սկսած, դա իմ կասկածն է, թողներեն ինձ եթե սխալվում եմ։ Ես կարծում եմ սկզբից չեմ կարծում, որ մեր ոստիկանությունը այնքան պրոֆեսիոնալություն չունի, այդքան պրոֆեսիոնալ չէ, որ այդ ընթացքում չկարողանար հայտնաբերել այդ փախուստի դիմաց զինվորականին։ Ես կարծում եմ սկզբից է եղել քաղաքական պայմանավորվածություն, որ հետո հիմնվեն այդ հոդվածի վրա եւ Ռուսաստանը չհանձնի։ Ամեն դեպքում ինչքան էլ բացատրություն տան, նախ հիշենք դեպքերի ընթացքը, երբ որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ են ասում են, որ իհարկե պետք է Հայաստանում դատվի, բացի այդ նույնիսկ եղավ միջանկյալ մի այսպիսի հարց, որ բանակցություններ են գնում հայկական կողմին հանձնելու համար, այդտեղ արդեն մի փոքր կասկածի մեջ ընկավ։ Եվ ի վերջո այդ, այսպես ասած, անօգնական հայտարարությունը, դատախազության անօգնական հայտարարությունը։ Եվ այստեղ ես համարում եմ, որ ինչ որ իմաստով մենք քաղաքական նվաստացման վիճակում հայտնվեցինք, որ Հայաստանի տարածքում հանցագործություն կատարած անձին մենք մեր դատաիրավական համակարգը անզոր է, քանի որ նա Ռուսաստանի քաղաքացի է։ Սա մենք համարվեցինք քաղաքական որոշման ճնշման տակ եւ այս ցավոք սրտի այս դեպքը ցույց տվեց, որ մեր դատաիրավական համակարգը անզոր է Ռուսաստանի դեմ, նույնը նաեւ քաղաքական համակարգը։ Այս վերջին 2 օրերի ընթացքում անընդհատ շեշտադրվում է, որ պետք չի իրավիճակը քաղաքականացնել, չնայած առաջին օրերին, առաջին 2 օրվա ընթացքում, երբ դեռ հայտնի չէր եւ հիմնականում ասվում էր փոխոստիկանապետի միջոցով, որ մենք Հայաստանում է գործը քննվելու, կարծես իսկապես այդպես հակառուսական տրամադրություններ չկային առանձնապես, անգամ սոցիալական ցանցերում, որտեղ մի փոքր այդպես շատ ավելի ռադիկալ է, ավելի ազատ է հնչում, շատ էին կոչերը, որ իսկապես ազգային հենքի վրա խնդիրը չի դիտարկել, բայց երբ արդեն պարզ էր, որ Ռուսաստանի կողմից է քննվելու խնդիրը, բավական առավել այդպես տրամադրությունները դեպի հակառուսական գնացին։ Ինչ եք կարծում, սա ինչ ազդեցություն կարող է ունենալ ոչ միայն քաղաքական, այլ հենց միայն հասարակական շերտի մեջ տրամադրությունների առումով։ Սկսենք այդ իսկապես ամրակեցուցիչ որոշակցություն հաջորդած քայլերից։ Ես հիշում եմ, երբ միանգամից ինձ այդպիսի հարց տվեցին, թե սա կարող է լինի քաղաքական հակառուսական տրամադրություններ, ես ասացի իհարկե այդ վտանգը կա, որովհետև ոնց է լինի հասարակության որոշակի շերտ կարող է այդ տրամադրություններ ունենալ, որը շատ վտանգավոր է, ասացի, եւ ես համոզված էի, որ սա այն դեպքն է, ինչքան էլ մենք կասկած ունենանք մեր դատաիրավական համակարգի վրա, սա այն դեպքն էր, որ իսկապես պատիժը կլներ համաչափ, եւ այստեղ մի խնդիր կարող էր միայն առաջանալ, որ մենք պետք է պահանջեինք Հայաստանի իշխանություններից, որ նրանք պահանջեին Ռուսաստանից, որպեսզի ռազմաբազան ռուսական շատ ավելի խիստ կանոնակարգ ունենար եւ այս դեպքում ես կարծում եմ, որ մի քանի այլ բաղադրիչներ էլ նշեմ, դուք պատկերացրեք, որ այս դեպքի հետ կապված, որը սարսափելի ողբերգություն էր, Ռուսաստանի նախագահը ցավակցություն հայտներ Հայաստանին, երկրորդը Ռուսաստանում Մոսկվայում Հայաստանի դեսպանատանն առաջ ռուսական քաղաքացիական հասարակությունը սքով միտինգ կազմակերպեր, մոմավառություն եւ այլն, Հայաստանի դատաիրավական համակարգին համապատասխան այդ մարդը հարցաքննվեր, նրան պատշաճ ձևով տրամադրվեր Ռուսաստանի կողմից թեկուզ փաստաբան եւ իր արժանի պատիժը կրեր։ Ես կարծում եմ այստեղ որևէ քաղաքական հարց չէր առաջանա։ Այն ինչ որ կատարվեց, կարծես թե դիտմամբ
Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունները քաղաքականացրեցին հարցը։ Եվ այն, որ ես ուղղակի ուզում անունով ասեմ, որ Հայաստանի կրթության նախարար Արմեն Աշոտյանը մտաբարձանքներ է անում, որ չի կարելի այս հարցը քաղաքականացնել, ես նրան պատասխանում եմ, որ դուք ինքներդ այս հարցը քաղաքականացրեցիք եւ շատ ծանր վիճակի մեջ դրեցիք հայ-ռուսական հարաբերությունները, որ արդեն սա իսկապես կարող է բերել լուրջ հակառուսական տրամադրությունների օբյեկտիվորեն։ Այսօր հենց այս պահին Գյումրիում երթ է տեղի ունենում եւ բավական այդպես լարված էր իրավիճակը եւ իսկապես մտավախությունը մեծ է իրավիճակի լարվածության։ Պարոն Ղազարյան, երեք ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը Ազատության հետ հարցազրույցում ասել է, որ սա տեղի ունեցավ, որովհետեւ ռուսական բանակ են զորակոչում ում ասես, քանի որ խնդիր ունեն զորակոչի լրացնելու։ Եթե իսկապես պարզվի, որ այս տղան ունեցել է հոգեկան խնդիրներ կամ ինչ-որ խմբավորման, ահաբեկչական խմբավորումների կամ ինչ-որ խմբավորումների անդամ է եղել եւ այդ հիմքով է իրականացրել այս սպանությունը, այս ոչրագործությունը, սա որևէ հիմք կտա մեզ Ռուսաստանի դեմ գործ հարուցելու միջազգային ատյաններում։ Մենք մշակել ենք մի ձեռնարկ կապված զինվորական հանցագործների հետ, այսինքն քաղաքացիական ասամբլեայի հետ, որտեղ մի ենք բերել նման գործեր, որ դատեն նախադեպային իրավունքը, որտեղ կա հետևյալ նախադեպային ձևավորումը, որ պետությունը պատասխանատվություն է կրում, եթե անձը պարզում է ունեցել է հոգեկան հիվանդություն խնդիրներ, ում վստահվել է մահաբերուժ, որի մասին տեղյակ էր զինակոչ իրականացնող մարմինը կամ հրամանատարը կամ չէին կարող տեղյակ չլինել։ Այսինքն թուք միջև ենթադրաբար այդ դաշտն է տանում։ Եթե պարզվի, որ այո, այդ անձը, չէ՞ նման դեպքեր Հայաստանում էլ է եղել, ինչ որ կերպ չպետք է գտնվեր Գյումրիում կամ գտնվեր Գյումրիում այլ տեսակի ծառայություն եւ նրան զենք չվստահվեր, այսինքն օրենքով սահմանված ռեժիմից դուրս է գործել, միանշանակ բարձրանում է կոնվենցիայի, Մարդահանրական նպատական կոնվենցիայի երկրորդ հոդվածի հիմքով պատասխանատվության մասին հարց, բնականաբար ընդդեմ Ռուսաստանի։ Այո, ես կիսում եմ ձեր կարծիքը, որ եթե հաստատվի, ուրեմն սա կարող է հիմնավոր դիմումի հիմք հանդիսանալ։ Ռուսաստանին այս շահագրգռվածությունը ռուսների զինվորին իրենց մոտ պահելու կասկածելի չի թվում, որ այս զինվորի արարքի մեջ կա ոչ միայն այդպես քրեական զազրելի հանցագործություն, այլ շատ ավելի լուրջ հանցագործություն, ասենք, չգիտեմ, ահաբեկչություն, որոշ քաղաքագետներ, փորձագետներ վերջին 2 օրերի ընթացքում կասկածում են, որ սա ինչ որ կերպ ահաբեկչական գործունեություն է եւ վերջերս Ռուսաստանում բարբերաբար հնչում էին հայտարարություններ, որ շատ են ռուս երիտասարդների շրջանում վահաբիստները, այսինքն իսլամական պետության զինյալների այդպես կապերը ինչ որտեղ սա հնարավոր համարում եք։ Դա վարկածներից մեկն է, բայց այսօր լրատվամիջոցներում հայտնվեցին լուրեր, որ այդ տղայի ծնողները կրոնական, քրիստոնեական մի ուղղության ներկայացուցիչներ են, 50-ականների ինչ որ մի ուղղության ներկայացուցիչներ են, բողոքական, եւ իմիջիալից միանգամից ասեմ, որ սկսվեց այդ շահարկվել որպես աղանդներ եւ այլն, հերթական անգամ սա օգտագործեցին շատ այլ խնդիրներ լուծելու համար, որը բացարձակապես անընդունելի է։ Այսինքն այստեղ իսլամական հետ կփնտրել իմ կարծիքով պետք չէ։ Ինչ վերաբերում է շարժառիթներին, թե ինչ շարժառիթներ կարող են լինեին, դա իհարկե վարկածներից մեկն է։ Ամեն դեպքում շատ կասկածներ կան այդ ոչրագործության հետ կապված, երբ որ նա այդ երեխաներին էլ է սպանել կամ փորձել է միայն 6 ամսական երեխային սպանել եւ վկաներին վերացնելուց հետո այդքան խելոք մարդ է ճակերտների մեջ վկաներին վերացնելուց հետո հանկարծ իր հակուսները թողնում են այնտեղ, որտեղ իր անվանդատարերը կան, այսինքն այդտեղ շատ կասկածներ կան, բայց սա վարկածներից մեկն է, իմ կարծիքով այն, որ չեն ուզում տան Հայաստանի իրավապահներին Ռուսաստանը, սա մի քիչ իմ կարծիքով սա այլ հարթության մեջ է, չնայած այն էլ վարկածներից մեկն է, դա գիտեք ինչ է, դա իրենց քաղաքացուն, թեկուս ոչրագործ քաղաքացուն ամեն դեպքում չհանձնելն է, դա իրենց կարծիքով, իրենց մտածողությամբ, դա իրենց երկրի պատիվն է, որ իրենք չպետք է այլ երկրի հանձնեն իրենց քաղաքացուն,
Սա այսպես այդ վերամբարձ իրենց ոճն է, կայսերական ոճն է, եւ ցավոք սրտի ես համոզված եմ, որ Հայաստանի քաղաքական իշխանությունները տեղի են տվել այդ դրան առանց հաշվի առնելու, որ սա կարող է լուրջ քաղաքական հետևանքներ ունենա, կամ հաշվի առնելով կներեկի արտահայտության համար թքած ունենալով այդ զգացմունքների վրա։ Եթե մենք թույլ ենք տվել ռազմաբազա ունենալ մեր երկրում, այսինքն սահմանափակել ենք մեր սուվերենությունը իշա Ռուսաստանի, մենք պետք է իմանանք, որ նման դեպքեր լինեն, որտեղ ես ուսումնասիրել եմ պրակտիկան Միացյալ Նահանգները, որտեղ Միացյալ Նահանգները դեմ ես մի արդյոք բերել է վնասների փոխհատուցման պահանջ, եւ ուսումնասիրեցի սարսափելի տեսարան է տարբեր երկրներում, Թուրքիայում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Աֆղանստանում, Իրաքում, ինչ անպատժելիության մթնոլորտ է, երբ զինվորը ռազմաբազայից դուրս կատարում է անձնագործություն, ասենք մասսայական բռնաբարություններ եւ այլն, եւ դրանց մի մասն է միայն հասու ազգային դատարանին, իսկ մասն իրենք միանգամից կալմեջ են անում, ուղարկում Միացյալ Նահանգներ այնտեղ են դատում։ Երկես չեմ ասում, որ անարդար են դատում կամ արդարադատության պայմանների չափավելով, բայց սա տարածված է այն կայսրությունների մոտ սուպերգիգանտ երկրները, որոնք ունեն ռազմաբազաներ դրսում։ Եվ սա դրա հետևանքներից մեկն է, մենք մեր սուվերենությունը զիջել ենք, դրա փոխարեն ստացել ենք որոշ հավասարակշռություն գեոպոլիտիկ դաշտում, ես քաղաքական թույլ եմ շատ քաղաքաց, բայց հասկանում եմ, որ դա է պատճառը, բայց զոհել ենք մեր սուվերենության մի մասը։ Բոլոր պետություններն, ասենք Թուրքիայում եթե Ինջիրլիկում ռազմաբազա ուներ, միջև վերջերս ամենը դրա փոխարեն Թուրքիան ինչ-որ բան ստանում էր, նույնը վերաբերում է այլ պետություններին։ Եվ երբ որ ես ուսումնասիրում այս պայմանագիրը եւ նրանց գործելակերպը, հավատացեք ինձ, մեկին մեկ համընկնում է ինչպես Միացյալ Նահանգներն էր գործում այլ փոքր պետություններում կապված իրենց զորամասերից դուրս կատարված հանցագործների հետ, թե ինչպես է ընդհանցակարգային դատավարական փուլերը առաջ գնում, ինչպես է շահագրգռած, որպեսզի ինքը առաջինը ձերբակալ եւ ինքը հետապնդում սկսի ուղարկի երկրի ներսում դա արվի, մեկին մեկ համընկնում է, կարծես թե այս մեծ պետությունները թեև իրար չեն սիրում այս երկու պետությունները, բայց բնույթը նույնն է։ Եվ ես կարող եմ հարյուրավոր օրինակներ բերել, թե ինչպես են ամերիկյան զինվորները ինչ հանցագործներ են կատարել եւ իրապահները եւ հետո նաեւ դատարանները ինչ որոշումներ են կայացրել եւ ինչպես է այդ կոնֆլիկտը իրավազորության հարցը լուծվել մեծամասամբ իօգուտ Միացյալ Նահանգների կամ այլ գերպետության։ Այսինքն սա մի ընդհանուր հատկանիշ է։ Ինքս այսօր Ճապոնիայում գտնվող ռազմաբազայի հանցագործությունների այդպես բանը վիճակագրությունը այսօր նայեցի, բայց մի հանգամանք հանեցի, որ իսկապես տարօրինակ էր 72 թվականից մինչև 2009 թվականը Ճապոնիայի տարածքում տեղի ունեցած ռազմաբազայի զինվորների կողմից իրականացվել է 37 սպանություն, այսինքն ներողություն 37 տարվա ընթացքում 25 սպանություն։ Մեր դեպքում 19 տարվա ընթացքում արդեն 10 սպանություն, որոնք հրապարակային են, գուցե եղել են, որոնց մասին չգիտենք։ Բռնաբարությունները 127-ն էին Ճապոնիայում։ Այստեղ դա չէ իրական, տեսեք, ես երեք Արմեն Դուլյանի հետ բանավեճի մեջ եւ ես ցույց եմ տալի, որ նույնիսկ այն պայմաններում, երբ որ հանրային ճնշման ներքո ավելի ու ավելի սուվերենությունը մեծացնում է ընդունող երկիրը, նույնիսկ այդ պարագայում դատարանները շարունակում են խիստ նեղ եւ սահմանափակ իրավազորություն ունենալ։ Այսինքն այստեղ խնդիրը բարձրանում, որ այդ պայմանագիրը, չգիտեմ, կարող ենք վերանայել թե չէ, բայց հետագայում, երբ որ մենք ունենանք իրավարաբերություններ, նոր իրավարաբերություններ կազմելու հանգամանք, մենք պետք է ավելի մանրամասն կարգավորենք հարաբերությունները, որովհետև ասում եմ, այս պայմանագրում շատ բաներ, շատ հարցեր կարգավորված չի, եւ դրա արդյունքը այն է, որ լավ է գոնե որ քանի որ հանրային ընչեղությունը մեծ է եւ առանձնապես դաժանությամբ այս դեպքում համաձայնվեցին միասին հայ քննիչների հետ միասին գործը քննել, իհարկե սա իրավական ասպեկտ է լինի, որովհետեւ ռազմաբազայից դուրս իրենց իրավաբանները քննչական գործողություններ չեն կարող կատարել եւ այստեղ պետք է ընդունող երկրի Հայաստանի համաձայնությունը մեկ, երկրորդ համագործակցությունը եւ դա արվում է եւ դա լավ է։ Պլյուս տուժողների ֆակտորը, տուժողների իրավաճորները պետք է ակտիվ կերպով ներգրավեն դատավարական process-ին, սա լավ է, որոշ չափով վերահսկողություն կլինի process-ի վրա, բայց երբ որ դատավարությունը սկսի, եւ եթե դա սկսել է Ռուսաստանում, համեմատեմ Արմեն Դուլյանի հետ մենք վերահսկողությունը կարող է որոշակի չափով կորել, ինչևէ,
ասեմ, սա կարող է ապագայում բերել նրան, որ հանրային ճնշման, կարծիքի ճնշման ներքո այս իրավազորության հարցը ավելի մանրամասը կարգավորի հետագայում, եթե մենք ունենք նման պայմանագրեր կնքելու այո, պետք է անընդհատ այս հանրային Իսկ մենք կարող ենք ընթացքում պայմանագիրը փոխել։ Ես դա չգիտեմ, պետք է դա ուսումնասիրել, դա Պայմանագիրը պետք է մոտս կա հիմա ուղղակի մոտս կա պայմանագիրը, ես պետք է նայեմ, չէ, սա այդ պայմանագիրը սա վերաբերում է 97 թվականի սա վերաբերում է հենց իրավազորության խնդրին, շատ կարևոր, վերնաշրջանի կարևոր պայմանագիր, դա բազան է, որ հիմա վրա կառուցվում են մեծ պայմանագրերը։ Անկեղծ չգիտեմ, պետք է ուսումնասիրել դա, բայց այս հանրային դժգոհությունը սա շատ կարևոր է ապագայի համար, որպեսզի մենք մեր դաշնակից պետության եթե զիջում ենք սուվերենություն, ինչ-ինչ այլ դիվիդենդներ շահելու համար, որը գուցե անհրաժեշտ է մեզ, մենք դա անենք, բայց ավելի մանրամասը կարգավորենք, դա ավելի գրագետ կերպով կարգավորենք, որովհետեւ նման խնդիրներ մենք չունենանք, որովհետեւ կրկնում եմ, իմ համար խնդիր է սահմանից մինչև զորամաս, այս տարածքից անգլիացիներն ու ֆրանսիացիներն մանրամասը պայմանագրում նշեցին, նույնիսկ խաղի կանոն սահմանեցին, թե որ դեպքում իրավազորությունը գործում։ Մեր դեպքում իրավազորությունը սահմանից մինչև ռազմակայան փաստորեն կանոնակարգված չէ այս պայմանագրով, եւ հենց այդտեղ էլ իրավազորությունը կիրառեցին եւ նրան չեզոքացրին այնպես, որ 4-րդ հոդվածը վրա չհասնի։ Այսինքն մենք ունեինք բաց։ Իսկ այն ինչ որ սահմանված չէ, արգելված չէ, հայտնի արդեն միջազգային նորմ է։ Բայց ամեն դեպքում ես անդրադառնամ այս սկզբի հարցին, կասկածելի չի արդյոք այն դեպքը, որ բանը նա ռազմաբազայից դուրս է եկել այդքան ժամ եւ հայ իրավապահների չեն կարողանում բռնել, հանկարծ որ սահմանապահներն են բռնում։ Այս ամենի շատ մեծ կասկածների տեղ է տալիս։ Դուք ասում եք ենթադրության վրա, բայց կա մի փաստ, որը կրկին Վարոսյանը ինձ հուշեց, եթե դա ճիշտ է, ապա դա լուրջ է, որ դեռ նրան արգելանքի չեն վերցրել, բայց արդեն կար հարուցված քրեական գործ սպանության հիմքով Ռուսաստանի իրավապահների կողմից։ Ինչպես ուրեմն նրանք վստահ են եղել, որ իրավազորության կունենան սպանության հիմքով, իրանք վստահ են եղել, որ իրենք են ձերբակալելու, չէ՞։ Այլ բան դասալքությունը այո Ռուսաստանի յուրիսդիկցիայի տակ է, այնտեղ այլ զենքը եւ այլ, բայց սպանությունը արդեն Հայաստանի իրավազորության, բայց փաստորեն այնքան են վստահ եղել, որ իրենցն է լինելու այդ անձնավորությունը, որ եթե այդ փաստը ֆիքսված կա, դա արդեն լուրջ խնդիր է, թեև չգիտեմ իրավական հետևանք կառաջացնի թե ոչ, բայց դրա վրա կարելի է կառուցել արդեն եզրահանգումներ։ Իսկ մնացածը դեռ ենթադրում է, պետք է փաստեր գտնել, երբեմն փաստերը կարող են ջրերես ելնել, որը ցույց է տալի, որ ինչ որ այլ բաներ են տեղի ունեցել։ Այդտեղ ավելացնեմ նաև զուտ խոսքի ընթացքում արված մի քանի հայտարարություններ, որոնք կրկին ցույց են տալիս, որ գուցե շատ ավելի վաղ էր բռնվել եւ շատ ավելի վաղ գիտեին, թե ում իրավազորության տակ է լինելու, երբ ժամը 4-ի 5-ի հատվածում արդեն մարզպետը, Շիրակի մարզպետը եւ փոխոստիկանապետը արդեն հայտարարում են եւ շատ վստահ, որ արդեն եւ մեջբերում եմ ուղիղ, արդեն անհանգստանալու կարիք չկա, որովհետեւ զենքը, հանցագործության զենքը հայտնաբերվել է, մինչդեռ զենքը ժամը 1-ին էր հայտնաբերվել, այսինքն առավոտյան արդեն հայտնաբերված էր եւ դա չէր կարող հիմք հանդիսանալ այդպես անհանգստանալու բոլոր առիթները չեզոքացնելու համար, այսինքն կան կասկածներ, որ ավելի վաղ արդեն հայտնաբերված էր մեղադրյալը։ Պարոն Իշխանյան, ամեն դեպքում այսօր պարոն Աշոտյանը հայտարարեց, որ եթե կա ռազմաբազա, նման դեպքեր անխուսափել են, իսկապես անխուսափել են, եթե դիտարկում ենք մյուս երկրների փորձը ռազմաբազաների, օրինակ ասենք նույն Ճապոնիայում մոտ հանցագործությունները մոտ հասնում են 200,000-ի, չնայած ասում եմ սպանությունները, հենց զուտ սպանությունները ընդամենը 25-ն էին։ Ինչ եք կարծում, այս դեպքում մենք կկարողանանք, մեր իշխանությունները կկարողանան բավականապես խիստ պայմաններ դնելու եւ խիստ խոսելու, որ այսուհետ առավել կանոնադրային նորմալ պայմաններ իրականացվեն ռազմաբազային, որպեսզի նման դեպքերը հնարավորինս խուսափենք։ Նախ կուզենայի Արմեն Աշոտյանին նորից պատասխանել, որ դա բացարձակապես չի հանգստացնում, որ այլ երկրներում նույնպես այդպիսի դեպքեր լինում են։ Գիտեք,
որևէ հարցով որ քննադատում ես Հայաստանի իշխանություններին, ասեն կոռուպցիայի, ասում են իսկ որտեղ չկա կոռուպցիա, ամենտեղ էլ կոռուպցիա կա։ Չգիտես ինչ պատասխանես այդ ամեն ինչին, որովհետև միայն առաջին դեպքից հետո, երբ որ եղել տեղի ունեցել սպանությունը, թեժ 99 թվականին էր, դրանից վաղ եղել, ճիշտ ասած չգիտեմ, մի անգամից դրանից հետո շատ խիստ պետք է դրվեր հարցը, որ ռուսական բազան ունենար հատուկ կանոնադրություն կամ փոփոխություն մտցվեր, չգիտեմ, բանի մեջ, պայմանագրի մեջ կամ չգիտեմ ինչի մեջ, որ դրանից հետո այլևս դեպքեր չկրկնվեին, որովհետև այս ասածը, ինչ որ ասում է պարոն Աշոտյանը, դա նշանակում է, որ այդպիսի դեպքեր էլի կշարունակվեն, որովհետև ամենտեղ էլ լինում են։ Սա ես համարում եմ պատասխան չի։ Սա նշանակում է, որ պետական գործիչը այդպիսի պատասխան չպետք է տա, պետական գործիչը պետք է անհանգստացած լինի, պետական գործիչը պետք է պահանջի իր դաշնակցից, ուղղակի պահանջի, որ այսպիսի հարցեր պետք է լուծվեն եւ այլևս այդ ռազմական բազան պետք է ամենախիստ կանոնադրությամբ սրանից հետո շարժվի Հայաստանում։ Դուք հիշում եք երկու երեխա մահացան ռազմաբազայի տարածքում, տարբերությունն այն է, որ այստեղ տարածքում է տեղ ունեցել, բայց միևնույն է քրեական գործ Ահա, այսինքն դուք հարց եք բարձրացնում նախականխող միջոցառումներ իրականացնում է թե ոչ կամ սանրելու հետագայում ստուգելու զորավարժությունները ես այդպես մի պոլիգոնում եմ ծառայել եւ գիտեմ այդ խորհրդային միության ժամանակ թե ինչ միջոցառումներ իրականացվում բայց մենք այսօր չգիտենք եւ հանրային քննարկում չի գնում արդյոք քրեական գործ հարուցվեց արդյոք ինչ որ մեկը պատասխանատու է արդյոք համաչափ պատիժը նշանակվում արդյոք կարգապահական թե քրեական եւ այլ այսինքն ավետիք այդ համաձայն բանը որ այո պետք է հանրությունը պետական մարմինը երբեմն քաղաքական ինչ գերխնդիրներն են լուծելու եւ նրանք կարող են մեր դաշնակցի առջեւ հարց չբարձրացնել, բայց հանրությունը անընդհատ պետք է ուշադրության կենտրոնում այդ հարցը պահի եւ այստեղ անընդհատ պետք է պահանջել, որ այդ ռազմաբազաներում պատշաճ ընթացակարգերը տեղ ունենան նախականխող մասնավորապես։ Եվ եթե այստեղ հանրային ճնշումը չլինի, իհարկե ռազմաբազան բարձրացողի վիճակում կլինի եւ տեղի ունենա նման դեպքեր։ Կրկին ցավում եմ, որ միջև մենք չգիտենք այդ երեխաների կյանքի իրավունք է խախտվել, արդյոք որը մեկը պատասխանատու ընտրել թե ոչ։ 99 թվականի դեպքերով ինչ պատիժներ ստացան այդ հանցագործները։ Ստացան պատիժ, բայց հետո էքստրադիցիա ենթարկվեցին։ Հա, այդ դրա տեղյակ չեմ, հա։ 6 տարի եւ 10 տարի։ Պարոն Ղազարյան, սա այս իրավիճակը, երբ հայ հասարակությունը չի տեսնում պատշաճ քննություն եւ վստահություն չունի, որ կիրականացվի պատշաճ պատիժ կկիրառվի, վտանգ չի ստեղծվում արդյոք հասարակության շրջանում, մանավանդ Գյումրիում լինչի դատաստան տեսնելու եւ դա կիրառվի ցանկացած ռազմաբազայից դուրս եկած զինվորի նկատմամբ, սա իսկապես բավական լուրջ կարող է հետևանքներ թողնել։ Դե միանշանակ նախ եւ առաջ պետք է ժամանակ առ ժամ անընդհատ իրազեկել հանրությանը, երկրորդ պետք է ապահովել դժողների, իրավաճորտների լիակատար ներգրավվածությունը վարույթին, այսինքն բոլոր այդ երաշխիքները պետք է տրամադրվեն եւ այնքան լարված է մտնորդը, որ ցանկացած անգործություն կամ ցանկացած սահմանափակում կարող է դժողների շրջանակից դուրս գալ եւ ընդգրկել հանրությունը։ Ես կարծում եմ իշխանությունները դա գիտակցում են, որտեղ արդեն սկսել են պարբերաբար տեղեկատվություն տալ։ Իհարկե նախաքննական գաղտնիք հասկացություններ կա, բայց տեսնենք հետագայում ինչպես կընթանա, որ դրանից ենթադրենք եզրակացնենք արդյոք արդյունավետ կերպով է իրականացում քննությունը թե ոչ։ Այս պայդրությամբ ես գտնում եմ, որ դեռ էական որևէ խախտումներ տեղի չեն ունեցել։ Սա որպես իրավաբան եմ ասում։ Իրավազորության խնդիրը լուծվեց, ամենացավալի հարցներ, մնացածը թե որքան կհամագործակցեն ռուս իրապահները մեր քննչական մարմինների հետ, որտեղ առաջնային գործողությունները ի վերջո մեր քննչական մարմիններն են անելու, որտեղ մենք այստեղ ենք ապրում, նրանք գիտեն եւ իրավազորությունը թույլ է տալիս միայն խնդրել օգնություն, որն էլ արվում է քննչական մարմինները այդ գործողությունները կատարում են։ Ուստի ես դեռ անհանգստանալու հիմք չեմ տեսնում, այնքան որքան դուք այդ հարցը բարձրացրեցիք։ Իսկ հնարավոր համարում եք, պարոն Իշխանյան, որ հասարակության ճնշման ներքո հնարավոր է հայկական կողմին հանձնվի զինվորները, եթե հիշենք Ճապոնիայում, եթե չեմ սխալվում, 2012-ի բռնաբարության դեպքից հետո կրկին ռազմաբազայում էին զինվորները եւ ճնշման ներքո հանձնվեցին Ճապոնիայում եւ այնտեղ տեղի ունեցավ դատավարությունը եւ 21%-ով կրճատվեց ռազմաբազայի տարածքը, այսինքն նման հնարավորություն տեսնում եք։ Կարելի ասել 0.1%-ի հավանականություն եմ ես այդտեղ տեսնում, որովհետև մի կողմից
տեսնենք թե ճնշումը ինչ աստիճանի կարող է բարձրանալ, սա մեկ, եւ երկրորդն էլ չեմ կարծում, որ ճնշման հետ միասին այստեղ այդ ճնշմանը պետք է համարժեք նաեւ ճնշում գործադրեն Հայաստանի իշխանությունները, բայց ես Հայաստանի իշխանությունների կողմից չեմ տեսնում այդպիսի միտում Ռուսաստանի նկատմամբ ճնշում գործադրելու այս բանի հանձնման հետ կապված եւ ճիշտ ասած մեծ հույսեր չունեմ։ Շնորհակալ եմ շատ, բավական հետաքրքիր իրավական հիմքերը ներկայացնող քննարկման համար։ Ես հիշեցնեմ, որ այսօր մենք քննարկում ենք Գյումրիի սարսափելի ոճրագործության իրավական հիմքերը, որքանով ճիշտ էր զինվորի կասկածյալ ոճրագործության մեջ մեղադրվող կասկածյալի քննությունը ռուսական կողմից իրականացնելու հարցը։ Ցավակցություն ենք հայտնում ընտանիքի ողջ ժողովրդին, իրականում ընտանիքի բարեկամներին եւ բոլորիս հուսանք, որ նման դեպքերը ուղղակի կբացառվեն մեր կյանքում։ Հաջողություն։